Վրամ դու ընդունես թե չէ, համաձայն լինես թե չէ, դրանից մեկը ոչ մի բան չի փոխվելու։ Մի քանի օրից Նարեն իմ կինն է դառնալու։ Լավ կանես, որ դու իմ ու Նարեի անձնական հարցերի մեջ չխառնես։ Դու ոնց որ ուզում ես ես ու դու շատ լուրջ հարցեր ունենանք իրար հետ Արմո։ Վրամ, էս օֆիսի հարց չի կամ ինչ-որ թեմա։ Էս իմ անձնական հարցն է։ Ու ես ոչ մեկի առաջ պատասխանատու չեմ։ Հասկացար։ Ես էլ քրոջդ ոչ նեղացրել եմ, ոչ էլ ինչ-որ բան եմ ստիպել։ Եթե հարցեր ունես, գնա քրոջդ տուր։ Բայց էլի եմ ասում, մի խառնվի իմ ու Նարեի գործերին։ Էս այնտեղն է, որ դու դրա իրավունքը չունես։ Նախ տոնը իջացրա Արմո, դու իմ տանն ես։ Եվ երկրորդ, այդ քո ասած անձնականը շատ հարցականը կլինի, թե չի լինի։ Այսինքն այն, որ եթե ինչ-որ բան ա եղել, որից դրդված Նարեն որոշում ա կայացել, այն էլ սխալ։ Այդ չի նշանակում, որ այս ամեն ինչը սենց պիտի մնա։ Վրամ։ Ես իմ ասելիքը ասի Արմո, դու էլ լսեցիր, իսկ հիմա հաջողություն։ Աղջիկ ջան, ինչ ա ուզածդ, որն ա նպատակդ, հիմա էլ ուզում ես Վրամին ու Նարեն իրար խառնել? Բայց ես ուղղակի… Դու ուղղակի չափերն անցնում ես, հերիքա իչքան լռեցի, դու ես տանն ես ապրում ու ես տան հացն ես ուտում, բայց ակտիվորեն փորձում ես քանդել ես տունը։ Ինչ եք խոսում։ Այն ինչ տեսնում եմ, մի մոռացի ով ես դու ես տանը։ Մամա։ Ինչ։ Լսում ես աղջիկ ջան։ Ինչ ա եղել, մամ։ Այն ինչ եղել ա, դու չես տեսնում, որովհետև կույր ու խուլ ես դարձել։ Ուր ես գնում, ես դեռ չեմ վերջացրել։ Մամա, ինչ ես Սոնայի հետ այդ ձևով խոսում։ Ես դեռ շատ մեղմ եմ խոսում քո Սոնայի հետ, շատ։ Մամա, Սոնան իմ կինն ա, ու դու պարտավոր ես իրան հարգես։ Վրամ, դու ուղղակի չես տեսնում այն, ինչ որ ես եմ տեսնում։ Ինքը բոլորին փորձում է իրար դեմ հանել։ Իսկ կարողա դուք չեք տեսնում այդ աղջիկը ոնց ա ուզում բոլորին օգնի։ Այն էլ այն դեպքում, երբ որ այս տանը կան մարդիկ, ովքեր ավելի շատ օգնության կարիք ունեն, մամա։ Ահա, շատ լավ ա, քո ուղեղն էլ ա լվացել։ Դրան հիմա օգնություն են ասում, բա ոնց օգնում ա։ Մամա, հերիքա, ամոթ ա, իսկականից ամոթ ա։ Ուրեմն լսի։ Մի օր ինքը բոլորին իրար դեմ ա հանելու, բոլորին իրար ա խառնելու, այդ ժամանակ կասես ոնց ա ինքը օգնել։ Ման, վերջ։ Ոչ։ Մամա, դու որ Սոնայի հետ այդ ձևով ես խոսում, այդ նույնն ա ոնց որ իմ հետ խոսաս։ Դու կուզես Սոնային մի ընդունի, կուզես մի սիրի, ինչ ուզում ես արա, բայց իրան հարգել պարտավոր ես։ Մնում էր դու էլ իմ հետ այդ տոնով խոսել ու վերջ։ Օգնում ա։ Այ քեզ բան։ Ինչ ա եղել, Սոնա։ Սոն, մաման անիմաց տեղը տենց ջղայնացած չէր խոսա։ Ասա տենամ ինչ ա եղել։ Վրամ, մամատին ամեն մի շարժումի ու խոսքի մեջ թշնամություն ա փնտրում։ Ես ընդամենը ուզում էի խոսել Նարեի հետ, հասկանա ինչի ա քո հանդեպ այդքան տրամադրված։ Ուզում էի հասկանալ դու ինչ-որ բան ես արել, թե չէ։ Նորմալ ա, չէ, որ ես հարցեր ունեմ, իսկ մամայդ թվում ա, որ ես քեզ ու Նարեին ուզում եմ իրար դեմ հանել։ Այ հիմա պարզ է։ Լավ, Սոն, հանգստացի։ Հեշտ ես ասում։ Սոն, մաման ուղղակի սխալ է հասկացել։
Ինքը միշտ այդպես մտածում։ Սոն լավ, վերջացրու։ Ամեն ինչ նորմալ է։ Հիմա դու ասա, տեսնեմ Նարեն ինչ-որ բան պատասխանեց։ Չէ, ոչ մի բան չասեց։ Այն տպավորություններ, որ նույնիսկ չի հասկանում ինչա կատարվում։ Օտարի պես նայեց ու գնաց։ Կոֆե կուզես քերն։ Չէ, ցավոտանում չեմ ուզում, նստի։ Դու ինչ արեցիր։ Փակվեց թեման։ Լակուտություն չես արել, չէ՞, չի շարունակվելու։ Քերը երեխա չեմ։ Ամեն ինչ արել եմ, որ հանգիստ լինի։ Դե ուրեմն ապրես։ Իսկ աղբորդ խոսել ես։ Ինչի համար։ Միքո այս աշխարհում անսխալ մարդ չկա։ Ու այն ինչ որ քո տեսանկյունից է սխալ, ուրիշի համար ճշմարտություն է։ Քերի, ես հասկանում եմ դու խոսակցություն ես տանում։ Բայց հարցեր կան, որ ես չեմ ընդունում։ Այդ իմ սկզբունքներին դեմ է։ Ես հասկանում եմ, որ Հայկոն վատ է, Վարոյի թեմաներով։ Բայց ամեն ինչ անում եմ, որ իրա կողքը լինեմ։ Բայց ինքը հենց այդ Նարեի անունը տալիս է, ինձ հունից հանում է։ Ուզում եմ Նարեն լինի, Վռամը լինի, Սաքուն լինի։ Իրանք իմ համար բոլորն են նույնն են, Ադամյան են։ Ու ես չեմ կարող հասկանամ Սոնայի ու Հայկի այդ սեր խաղալը։ Հա թող ես ամենավատը լինեմ, թող ոչ մեկին չհասկանամ, բայց իմ ապրածը այնքան ծանր է, որ ես չեմ կարող ընդունեմ ու նայեմ ոնց են իմ ընտանիքի անդամները այդ Ադամյանների հետ սեր խաղում։ Ես քեզ շատ ավելի լավ եմ հասկանում։ Բայց բաներ կա, որ ոչ իմ որոշելով է, ոչ էլ քո։ Մեղադրելուց հեշտ էս աշխարհում ոչ մի բան չկա։ Ախպերդ վատ է հիմա Միքո։ Ու մենակ է։ Ինքը ույսը կտրել է քեզանից, որտեվ դու ես դարձել հերթական մեղադրողը։ Ինքը դրա պակասը չի ունեցել։ Ինքը ախպոր պակաս ունի։ Ու իմ սիրտը ցավում է, որ դուք իրար ունեք ու չունեք։ Քերի, ես հենց նոր քեզ ասեցի պատճառը։ Ես է քեզ բացատրեցի։ Եթե լավ մտածես կհասկանաս ասածիս իմաստը։ Սորանը ստեղ չի, ես էլ հավերժ չեմ։ Ում ունեք դուք իրարից բացի։ Հայկը համակերպվել է ինձ իր կյանքում չունենալու հետ։ Դու քո աղբորը չես ճանաչում։ Ուր է հիմա։ Ինչ վիճակում է։ Դու գիտես։ Մարդը տենց կենթանի է։ Պետք է կորցնի, որ հասկանա ունեցածի արժեքը։ Ուղղակի դուք արդեն չափից շատ եք կորցրել։ Բայց ոնց հասկանում, տենց էլ դաս չեք քաղել։
Նարե ջան, գոնե դուռը բացի, թե եմ վերել քո համար։ Նարե ջան, խնդրում եմ, դուռը բացի։ Ոնց ես։ Պարզա, անտրամադիր ես։ Ես գիտեմ, որ այս իմ ու քո պատկերացրած համատեղ կյանքը չի Սոնա։ Բայց ես էլ չգիտեմ ինչի համար ասենց ստացվել։ Դու գիտես, որ ես չեմ ուզում քեզ տխուր տեսնեմ։ Իմ համար շատ կարևոր է, որ դու երջանիկ լինես, Սոնա։ Ու որ հիմա դու ես վիճակում ես, այդ ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Վրամ, ես քեզնից չեմ նեղանում։ Ուղղակի վախենում եմ, որ այս պատմությունների ու խնդիրների պատճառով կարող է իրար կորցնենք։ Չենք կորցնի, Սոնա։ Ինձ թվում է, որ ամեն ինչ հենց դրան է տանում։ Վրամ, երբ որ ես այստեղ էի գալիս, ես շատ լավ գիտեի, թե ուր եմ գալիս ու ինչքան բարդ է լինելու ամեն ինչ։ Բայց նաև հասկանում էի, որ գալիս եմ իմ երջանկության ու սիրո հետևից։ Իսկ հիմա ստացվում է, որ մենք ամեն օր պայքարում ենք իրար չկորցնելու համար։ Այդ նորմալ չի։ Սոնա, որ մի տան մեջ խնդիրներ չեն լինում։ Ոչ մեկի տան մեջ այս խնդիրները չկան, Վրամ։ Մենք անդադար պայքարում ենք կամ իրար դեմ, կամ իրար չկորցնելու համար։ Վրամ, բայց ես հոգնել եմ քո դեմ պայքարելուց։ Ու վստահ եմ, որ դու էլ։ Ու նաև հասկանում եմ, որ դու անելանելի իրավիճակում ես հիմա։ Այնքան եմ երազում հանգիստ ու հանդարտ օր ունենալու մասին։ Մի օր իրար հետ ամենասովորական օրը ունենալու մասին եմ երազում։ Հայկ ես ինչ է վիճակդ։ Միկո, մենք ինչի ենք այսքան դժբախտ։ Ինչ պիտի հենց իմ ու տակատագիրս այս դժբախտ լիներ։ Հիշում ես
տատի, պապի, այս ժամանակ ինչքան լավ էր, չէ՞ ամենը։ Քերի։ Շատ բարկացուր։ Քերի, ես հայկին առաջ անգամ եմ սենց խմաստենում։ Վախենալուն հետ չի։ Վախենալուն է, որ կարող է էսի վերջի անգամ չլինի։ Քերի, դե արի պարզենք հասկանանք ինչ ա եղել։ Թող մնա առավոտը։ Այգու, անանիս։ Սամ խնդրում եմ մամայի հետ հանգիստ կլինես էլի։ Չեմ ուզում ես լարվածության մեջ նոր խնդիրներ ավելանան։ Վրան պատկերացրա, որ ես իմ ուժերի չափով ամեն ինչ անում եմ։ Գիտեմ, Սոնջան, գիտեմ։ Վրամ ես այսօր տնից դուրս եմ գալու։ Այսօր մամայիս ծնունդն է, պետք է գնամ գերեզմաններ, վաղուց չեմ գնացել։ Ինձ բան չէիր ասել։ Եթե մի քիչ սպասես, կգամ մեքենայով կտանեմ։ Ճիշտն ասած ուզում եմ մենակ գնալ։ Չէի ուզի, որ մենակ գնայիր, բայց լավ, որ տենց ես որոշել, թող քո սրտով լինի։ Եթե փոշմանես, կզանգես, կգամ հետևիցդ, լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վրամ ինչ եղավ։ Լալա։ Ինչի ես հետ եկել Լալա։ Վաղուց եմ եկել, ուղղակի հնարավորություն չեմ ունեցել քեզ տեսնելու։ Հիմա եկել եմ, Որովհետև ինչ։ Վրամ։ Դու մի խառնվի Սոնա։ Աստված իմ։ Երբ պապայիդ թեթև ձեռքով իմ տնից դուրս եկա, չէի պատկերացնի, որ իմ փոքր Վրամին արդեն տղամարդ դարձած կտեսնեմ։ Ես չգիտեմ ինչի ես հետ եկել, բայց շատ սխալ ես արել Լալա։ Էն ինչի համար, որ դու գնացել էիր հետ հերիք էր, որ էլ կյանքում հետ գալու մասին չմտածեիր։ Պարզա, քեզ էլ են իմ դեմ տրամադրել։ Մտածում էի, որ այսքան տարիներ անց կարող է ինչ-որ բան փոխված լինի կամ իմ տանը ներում գտնեմ, բայց երևի սխալվել եմ։ Ասում եմ ներում, բայց ես էլ չգիտեմ ինչի համար։ Իմ միակ սխալն է նա եղել, որ ինձ չեմ կարողացել պաշտպանել։ Ոչինչ, կդիմանամ։ Ես արդեն սովոր եմ, որ իմ կյանքը դիմանալու ու դիմակայելու մասին է։ Հիմա չեմ ուզում քեզ վատ դրության մեջ դնել։ Տեսնում եմ, կարևորը դու լավ ես։ Դու գիտես, որ ես քեզ առանձնահատուկ սիրով եմ սիրել։ Դու, Նարեն, Կարոն,
ինձ համար ուրիշ աշխարհ եք եղել ու կաք։ Բայց չեմ ուզում կնոջդ մոտ քեզ վատ դրության մեջ դնել։ Ուղղակի իմացի, որ ես շատ կուզեի քեզ հետ խոսել, շատ կուզեի, որ ինձ լսեիր։ Եթե հանկարծ մտափոխվես, ուղղակի զանգի, լավ։ Ռամ, ես ճիշտ հասկացա, էս են նույն լալանա քո հորքուրն է։ Հա։ Բայց ոնց հասկանում եմ, առաջի անգամը չէր, հա, որ տեսնում էի լալային։ Չէ, էլի եմ տեսել։ Որտեղ Սոնա։ Ոնց ու ինչի ես հիմա ասում։ Երբ որ տեսել եմ, ես չեմ իմացել ինքը ով է։ Սոնա որտեղ ես տեսել։ Այստեղ ձեր տան մոտ, մամայիդ հետ էր։ Բարի լույս։ Բարի լույս։ Այս գիշերը չես քնել։ Չէ։ Այգը լավ չէր, ես ասացի մենակ չտամ։ Դուրս ես գալի։ Հա գիտես, գերեզման պիտի գնամ այսօր։ Իմ համար շատ կարևոր օր է։ Հա գիտեմ։ Մորքուրի ծնունդն է, չէ՞։ Այն ժամանակ այդ օրը ամենաուրախ օրն էր։ Մորքուրը երեխու պես ուրախանում էր։ Հատուկ պատրաստություն էր տեսնում։ Հա, սյուրպրիզներ էր սպասում։ Սաղտունը զարդարում էր ու ստիպում էր, որ անպայման բոլորս տոնական հագնվենք։ Ինքը շատ էր սիրում այս կյանքը։ Ես էլ իրենից եմ սովորում, սիրել այս կյանքը։ Էսա թող Հայկը արթնանա, տեսնենք, եթե լավ է, կգամ։ Չէ տղես, էսի այն օրն է, որ ես պետք է մենակ գնամ։ Երեխեքիս ու կնոջս գերեզմանը դա մի մենակ մնալու տեղն է։ Ինչի եք այդքան բարձր խոսում։ Մենք բարձր չենք խոսում։ Ուղղակի դու այնքան վատ ես, որ ցանկացած շշուկեք ու վրա ազդում է։ Հա, լավ չեմ։ Գլուխ սպայթում է։ Դե երեք այն վիճակում չէիր, որ այսօր լավ լինեիր։ Մի կոպետ չի։ Էս խմի։ Այս ինչ է։ Հայկո խմիկը դզվեց մի քիչ։ Իսկ իմաստ կա քեզ հարցեր տալու, թե մեկը չես պատասխանելու։ Նվարոյի գործով այդ տղու հետ կապնվեցիր։ Հա, տեսա։ Ինքն էլ ուզում որ բարձվի ինչ ա եղել, ոնց ա եղել, բայց կոնկրետ ոչ մի բան չասեց։ Ընդհանրապես բան չասեց։ Ասեց։ Ասեց որ կամերի տղեկին պիտի տեսնի։ Պիտի տեսնի հասկանա ով ինչ ինֆորմացիա ունի, որ
կապենք մեկը մյուսի հետ, տեսնենք ինչ ա եղել ու ոնց ա եղել։ Հիմա գլուխս պայթում է, ոչ մի բան չեմ կարող հասկանամ, բայց պիտի վերջացնեմ այս ամեն ինչը, որովհետև այդ ժամանակ չկա։ Էս ուր հասար մտքերով։ Գնանք ես կարգի բեր։ Պետքա Վարոյի թաղման հարցերը դասավորենք։ Վարոյի թաղման հարցերը։ Մարդ պիտի գիժ լինի, որ այս ամեն ինչին դիմանա։ Այսինքն Լալան առաջին անգամը չի որ գալիս է այստեղ։ Չէ, վրամ առաջին անգամը չի, ես իրան մի անգամ էլ եմ տեսել։ Տան առաջ մամայիդ հետ էր խոսում, ու մամատ ասեմ, որ շատ վատ էր Լալայի հետ խոսում։ Ես այդ ժամանակ չիմացա ինքը ով է, որովհետև ոչ անունն եմ լսել, ոչ ինձ ծանոթացրել են իր հետ։ Բայց զգացում էր, որ ցանկալի հյուր չի։ Սոնա դե պարզա։ Այդքան եղածից հետո չէր կարա Լալան այս տանը ցանկալի հյուր լիներ։ Ոնց է պարզ, վրամ։ Դու ամեն ինչ արդեն գիտես, ոնց այդ ամեն ինչը պարզ։ Սոնա սխալը իրանից է եկել։ Բայց այդ պատճառ չի, որ տան անդամիցը հրաժարվես։ Սոնա, այս մեր քննարկելու թեման չի։ Ունենք են, ինչ ունենք։ Ինչ ես անում։ Են ինչ որ պիտի անեի։ Վրամ սենց չի կարելի։ Քեզ Լալան ինչ է արել։ Եթե մամայիդ հետ խոսալուց հետո ինքը էլի եկել այս տուն, եթե ուզում ա քո հետ խոսի, ուրեմն երևի օգնության կարիք ունի, ինչի չես ուզում գոնե մի անգամ լսես։ Ուշանում եմ, Սոն։ Վրամ ես այդ մասին չի խոսում։ Դու քեզ շատ անտարբեր ես պահում, կարելի է գոնե մի անգամ լսել։ Սոն, եթե հասցնեմ կգամ հետևից հետ, եթե չէ տաքսիով կգնաս գերեզմաններ, լավ։ Վրամ չես լսում ինձ։ Այ հիմա իրոք ուշանում եմ, գնացի։ Հաստորեն դու ես Լալան։ Ես նկատել եմ, որ դու անտարբեր չես իմ հանդեպ։ Ու ես ուղղակի օգտվել եմ առիթից։ Հնարավոր է ինչ-որ պահի ես էլ եմ ինչ-որ բան զգացել քո հանդեպ կամ համոզել եմ, որ սիրում եմ քեզ, բայց չէ, այդ սեր չի եղել։ Հայկ ոչ մի նորմալ ու բարոյական մարդ չի կարա սիրի մեկին, ով որ իր աղբորն է սպանել։ Ով իր ամենամտերիմ ընկերուհու նշանածն է եղել։ Դու իսկապես մտածում ես, որ ես այդքան վատն եմ, որ տենց մեծ դավաճանության պատրաստ եմ։ Միջև ձեր տուն գալը հորքուրի հետ էի հանդիպել։
Ինչ ասել, որ հիմա այս վիճակում ես։ Հաստատեց այն, ինչը քաջիկը նամակում գրել էր։ Չգիտեմ, ուղղակի չեմ հավատում։ Կասկած կա մեջս։ Կամ էլ չեմ ուզում հավատամ, որ տենց ավելի հեշտ լինի։ Չեմ հասկանում ինչ նկատի ունես։ Պատկերացնում ես, եթե իմ կյանքն ես դասավորվեր, որ Արփիի հետ կարողանայի փախնել, հետո ամուսնանայինք, ու ունեն ստացվեց, որ երեխեք ունենայինք, դուրս էր գալու, որ ես ապրում եմ իմ հորը սպանողի աղջկա հետ։ Ու եթե անգամ նման բան պարզվեր, ինչ կանեիր։ Արփին մեղավոր չի, չէ՞։ Չէ, իհարկե մեղավոր չի։ Եթե ես միջև քաջիկի մեռնելը իմանայի, հաստատ քաջիկը իմ ձեռքով էր գնալու։ Ես էլ հաստատ չէի մնալու այն մարդու հետ, ում հերը իմ հորն է սպանել, ու ում հորն էլ, որ ես եմ սպանել։ Եթե անգամ գժի պես սիրեիք իրար, Եթե անգամ։ հա, մենակ ինձ անդադ մեղադրել են այդ դավաճանության մեջ։ Ես զոհ եմ եղել, հնարավոր է ես էլ եմ հավատացել դրան։ Բայց հետո ես որոշեցի, որ դու զոհ կդառնաս։ Գիտես ինչի, որովհետև ես հոգնել եմ այս ամեն ինչից։ Որովհետև ես էլ եմ ուզում խոսեմ, ես էլ եմ ուզում ինձ լսեն։ Ամեն դեպքում այս օրը գալու էր։ Ինչքան էլ մենք խաբեինք իրար, մեկը գիտեինք, որ իրար կորցնելուց բացի ուրիշ տարբերակ չունենք։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչ կա։ Ինչի այդպես գույնդ գցեցիր։ Ամեն ինչ կարգին է։ Հա, կարգին է։ Կներեք, բայց պետք է
կպատրաստվեմ, որ դուրս գամ։ Իսկ ուր ես գնում։ Ուղղակի դուրս եմ գալիս։ Դե գնա պատրաստվի, երբ որ պատրաստ լինես, կասես, ես քեզ կտանեմ։ Չէ, եթե պետք լինի, ես վրամին կասեմ ինձ կտանի, բայց դրա կարիքը չկա։ Էդ ես եմ որոշում, կարիք կա թե չկա։ Ասում եմ գնա պատրաստվի։ Ու ինչա նշանակում հայացքդ։ Նմանատիպ բան ես ուզում քեզ հարցնել։ Ինձ թվում էր արդեն ձեռք ես քաշել Սոնային ճնշելու մտքից, բայց ոնց տեսնում եմ, ինչ-որ բան կա մտքիդ, հա, Սակում։ Իմ մտքին անիկ շատ բան կա, շատ հարցեր, շատ պատասխաններ, բայց սպասելու կարողություն պիտի ունենաս։